Եվ փորձարկենք նաև սմարթֆոնի բարձրախոսները ջրակայունության թեստից հետո տեսնենք, թե ինչպես է այն աշխատում։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ նորմալ է։ Կարող ենք նաև փորձել YouTube-ը միացրած վիճակում սմարթֆոնը գցել կրկին ակվարիումի մեջ։ Եկեք փորձենք։ Ինչպես նկատեցիք, սմարթֆոնն ինքնուրույն բարձրախոսները մաքրեց ջրից, որից հետո կրկին շարունակեց նորմալ աշխատել։ Շնորհակալություն հայտնենք Honor-ի նման բարձր որակ ապահովելու համար, սակայն կարևոր է հիշել, որ ջրի մեջ ընկնելուց հետո չի կարելի միանգամից լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը։ Անհրաժեշտ է թողնել այն որոշ ժամանակ, որպեսզի չորանա լիցքավորման համար նախատեսված բնիկը։ Դե կարծում եմ նաև հասկանալի է, որ ջուրը եւ հոսանքը հավերժ թշնամիներ են։ Նաև մեկ կարևոր նկատառում՝ չի խրախուսում սմարթֆոնը դիտմամբ գցել ջրի մեջ, քանի որ նույնիսկ ամենաթանկ եւ ամենաջրակայուն սմարթֆոնները երբեք ապահովագրված չեն ջրի շփման արդյունքում վնասվելուց։ Բացի այդ, ջրի պատճառով վնասված սմարթֆոնները ենթակա չեն երաշխիքային սպասարկման։ Մի խոսքով, տանը չփորձեք կրկնել այն, ինչ մենք արեցինք ստուդիայում։ Նշեմ, որ Honor X8D սմարթֆոնները կարող եք ձեռք բերել Team Telecom Armenia-ից ամսական սկսած 1750 դրամից։ Բացի այդ, մարտի 1-ից ապրիլի 10-ը ձեռք բերելով այս սմարթֆոնները դուք կստանաք նաև Honor Smart ժամացույց։